Գիտեք, որ էրեկցիան կարևոր նախապայման է սեռական հարաբերությունների իրականացման համար, եւ գիտեք, որ էրեկցիայի խնդիրը բավականին հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ, եւ դա ամենահաճախ հանդիպող խնդիրն է, որը այսպես ամենամեծ հարվածն է հասցնում հատկապես տղամարդու ինքնասիրությանը եւ այսպես կարծես ոչնչանում է տղամարդկային ինքնասիրությունը կապված նաեւ որ ինքը չի կարողանում հարաբերություն ունենալ հենց անդամի թուլության պատճառով, բայց այսօր դրա մասին չի որ ես ուզում եմ խոսել, որովհետեւ իմեջում լիքը վիդեոներ կան այդ մասին։ Այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել էրեկցիայի մեխանիզմի եւ սկզբնաղբյուրների հետ կապված որոշակի ինֆորմացիաներ, հատկապես այն մասին, որ գոյություն ունի էրեկցիայի 3 տեսակ։ Առաջին տեսակը դա հոգեբանական տեսակն է, երբ դա պայմանավորված է որոշակի մտքերով, երևակայություններով, ֆանտազիաներով եւ տեսողական, լսողական գրգիռներով։ Սա առաջացնում է էրեկցիա այն պարագայում, երբ սեռական օրգաններին չկա անմիջական գրգռում։ Երկրորդ տեսակը դա ռեֆլեկտոր էրեկցիան է, սա առաջանում է սեռական օրգանների անմիջական գրգռումից, այսինքն երբ սեռական օրգանների հատվածում կա ստիմուլ, խթանում, գրգռում, սա փոխանցվում է սեռական օրգանը սնուցող նյարդերով, այն փոխանցվում է ողնուղեղ, ողնուղեղից գլխուղեղ, գլխուղեղից գալիս է համապատասխան ազդակը, որ կարա լինի էրեկցիա։ Պատկերացրեք, որ ռեֆլեկտոր էրեկցիան նույնիսկ պահպանված է այն պացիենտների մոտ, ովքեր տարել են շատ ծանր, ուրեմն տրավմաներ ողնաշարի հետ կապված։ Փոքր հատվածել գիշերային էրեկցիաների մասին, ինչ են իրենցից ներկայացնում գիշերային էրեկցիաները, շատ հաճախ, երբ ես պացիենտին հարցնում եմ գիշերները լինում է էրեկցիա ձգվում է, անդամը պացիենտը պատասխանում բժիշկ ջան, դե քնած եմ, որտեղից իմանամ իմ մոտ ձգվում է թե չէ, ոչ թե պետքա բուդիլնիկ դնել, արթնանալ, տենալ գիշերը ձեր մոտ էրեկցիա կա թե չէ, դե թե բուդիլնիկն եք արթնեք, հաստատ այդ էրեկցիաները այդ ստրեսի ազդեցության տակ չեն լինի։ Գիշերային էրեկցիաները հիմնականում պայմանավորված են մեր օրգանիզմի բիոռիթմներով եւ գիշերային էրեկցիաները պահպանված են նույնիսկ մանկահասակ երեխաների մոտ, նույնիսկ Զիգմունդ Ֆրեյդն էր ժամանակին խոսում դրա մասին, որ երեխաների մոտ կարող է լինել էրեկցիաներ։ Սա նորմալ երևույթ է, սա ֆիզիոլոգիական երևույթ է եւ անհանգստանալու ոչինչ չկա, չնայած երբեմն ես ծնողներից շատ գերուշադիր ծնողներից ստանում եմ զանգեր, որ բժիշկ ջան, երեխայի մոտ էրեկցիա կա, կարող է իր մոտ ինչ-որ խնդիր կա։ Գիշերային էրեկցիաները հիմնականում խոսում են այն մասին, որ մեր օրգանիզմը կարգավորող բիոռիթմիկ մեխանիզմները, հորմոնալ մեխանիզմները գտնվում են բավականին adekvat վիճակում։ Ոչ բոլորը իհարկե կարող են նկատել եւ ոչ բոլորը որ միշտ պետք է նկատեն։ Սա ժամանակ առ ժամանակ նկատելի է դառնում մարդու կողմից, որ կան գիշերային էրեկցիաները, ինչը խոսում է այն մասին, որ օրգանիզմում ամեն ինչ նորմալ է։ Եղեք հետևողական ձեր էրեկցիաների հանդեպ, բայց ոչ այնքան, որ դա դառնա խնդիր։